մասնագետ խորհրդի անդամ եք։ Այլևս ոչ, եղել եմ գիտական խորհրդի անդամ, ներկայումս ուղղակի համալսարանում հայցորդ եմ, ինչպես նաև նախկին ուսանողական խորհրդի նախագահ համալսարանում։ Այս րոպեներին Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունենում ԵՊՀ ուսանողների հետ, դուք, ինչպես նաև նախկին նախագահ Դավիթ Ափոյանը դժգոհություն եք հայտնել Նիկոլ Փաշինյանի Երևանի պետական համալսարան այցի կապակցությամբ, նաև նշել եք ովքեր, որ հանդիպելու են, իրենց այսպես ասած համալսարանական չկոչեն, քանի որ կրողն են այն արժեքների, ինչ Նիկոլ Փաշինյանն է քարոզում։ Անկեղծ ասած, այդ խոսույթը նոր չի ձևավորված եւ այդ մոտեցումը կա արդեն տևական ժամանակ, բայց հատկապես վերջին օրերի իրադարձությունները, այն խոսույթը, որը ձևավորվել է նաեւ հանրային դաշտում, ես օրինակ շատ զարմացած եմ դրանից հետո այցելել համալսարան, հանդիպել ու խոսել օրինակ կրթությունից արժեքներից, ինձ մոտ օրինակ դիզոնանս է առաջանում, ինչպես կարելի է ունենալ նման հանրային խոսույթ եւ այցելել համալսարան, խոսել ինչի մասին, խոսել կրթության մասին, արժեքների մասին եւ հաջորդ քայլով արժեզրկել ու որակազրկել այդ ամենը։ Այս բանը այո, կարծես թե հանդիպում է տեղ ունենում, անկեղծ ասած չգիտեմ ովքեր են հանդիպում, տեղյակ չեմ թե ովքեր են գնացել այդ հանդիպմանը, որովհետև ինչպես տեղեկացանք, շատ այսպես խիստ մոտեցմամբ ցուցակագրվել է եւ ընտրվել են այն մարդիկ, ովքեր պետք է հանդիպեն։ Ամեն դեպքում ամեն մարդ ինքն է որոշում ինչ անել, այդ հանդիպանը մասնակցել, բայց ինձ համար առնվազն հարցեր են առաջանում, թե ինչպես կարող է այդ մոտեցումը լինել։ Իդեպ նաև այսօր ես հիշեցի, որ Նիկոլ Փաշինյանը վերջին անգամ կենտրոնական մասնաշենքում եղել էր 7 տարի առաջ, երբ համալսարանի դռները կոտրելով, լսարանների առջև պարկելով մուտք էին գործում համալսարան։ Կարծում տեսնում եք նաև ինչ աննախադեպ անվտանգային միջոցառումներ են համալսարանում իրականացում եւ գոնե ուրախ եմ, որ այս անգամ դռների առաջ պարկել չկա եւ մուտք են գործում համալսարան քաղաքակիրթ ձևով։ Ժամանել է ասաց, որ դիմել են ֆակուլտետներին, ֆակուլտետներն են անուններ փոխանցել այն ուսանողների, որոնք որ օրինակ Փաշինյանի հետ հանդիպելու ցանկություն են հայտնել։ Ըստ ձեզ դա իսկապես այդպես է եղել, այսինքն բոլորին տեղյակ պահել են եւ ուսանողները իրենք են հանդիպելու պատրաստակամություն հայտնել։ Անկեղծ ասած դա չեմ կարող ասել, ուղղակի ընդգծենք նաև այն ժամանակահատվածը, երբ այցելություն տեղի ունենում, հիմա համալսարան դասապրոցեսը ամբողջությամբ ավարտվել է, հիմա քննաշրջան է, ուսանողներ շատ քիչ կան համալսարանում, եւ այո, այն ուսանողները, ովքեր հանդիպում են, ես կարծում եմ, որ ներկայացվել են ֆակուլտետների կողմից, բայց թե ինչ ձևով են տեղեկացել, ամեն դեպքում հանրային իրազեկում ուսանողների շրջանում տեղի չի ունեցել եւ միայն ինչ որ ցուցակներ են ներկայացվել։ Եվ այլն մեյլեր ուսանողներին ուղարկվում է։ Եթե տեղի են ունենում հանդիպումներ, օրինակ, չգիտեմ, դեսպանների հետ կամ այլ հյուրերի հետ, այո, սովորաբար ուսանողները տեղեկանում են, դրանք բաց հանդիպումներ են լինում նաև լրատվամիջոցների համար, բոլորը ազատ կարողանում են մտնել, իսկ այսօր կարծես թե այդպես ապահովված չէ։ Ձեզ ենք շնորհակալ։ Խաչիկ Աբաջյան, ԵՊՀ ուսանողական խորհրդի նախկին